Նա ուզում էր ապացուցել, որ ուժեղ է, որ կարող է միայնակ առաջ շարժվել։ Բայց երբ տեսավ նրան ուրիշի հետ, աշխարհը լուռ փուլ եկավ։ Առանց մտածելու նա թաքնվեց սեղանի տակ, փորձելով փախչել ցավից։ Միայն թե չէր էլ պատկերացնում, որ այդ թաքստոցում կգտներ մի նոր պատմության սկիզբ։ Եթե սիրում եք այսպիսի հուզական սիրային պատմություններ, ապա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք դիտում։ Ես շատ եմ ուզում իմանալ։ Անահիտը երբեք չէր պատկերացնի, որ այդ գիշերը կդառնա մի բանի սկիզբ, որն ընդմիշտ կփոխեր իր կյանքը։ Միայնակ նստած Երանի այդ ռեստորանում, նա հուսահատ փորձում էր հարմարավետ տեսք ունենալ, բայց այնտեղ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը լուռ տանջանք էր։ Փափուկ լույսերը, հետին պլանում դաշնամուրի ձայնը, իրենց սեղանների շուրջ մեղմ զրուցող զույգերը։ Այս ամենը պետք է ռոմանտիկ ու հանգստացնող լիներ։ Բայց նրա համար դա ընդամենը հերթական հիշեցումն էր, որ ինքը միայնակ է, որ իր կյանքի վերջին 3 տարիները վատնվել են մի հարաբերության վրա, որն ավարտվել էր հնարավորինս վատ ձով։ Նա դեռ հիշում էր այն օրը, երբ ամեն ինչ բացահայտեց։ Դավաճանությունը ստերը, հանրային նվաստացումը, երբ բոլոր ընդհանուր ընկերներն իրենից շուտ էին իմացել։ Տիգրանն այն մարդն էր, ում նա ամենաշատն էր վստահում, նա ոչնչացրել էր այդ ամենը, առանց հետ նայելու։ Հիմա, բաժանումից 3 ամիս անց, Անահիտն այնտեղ էր, փորձելով ինքն իրեն ապացուցել, որ կարող է միայնակ գործեր անել, որ կարող է տնից դուրս գալ, չզգալով այդ ճնշող զգացումը կրծքում, լաց լինելու այդ մշտական ցանկությունը։ Հոգեբանն ասել էր, որ նա պետք է իրեն նոր իրավիճակների մեջ դնի, լավ հիշողություններ ստեղծի, վատ հիշողությունները փոխարինի դրական փորձառություններով։ Այդ պատճառով էլ նա այնտեղ էր, կենտրոնի այդ շքեղ ռեստորանում, մի վայր, որտեղ նա երբեք այլ իրավիճակում չէր գնա։ Բայց գաղափարը հենց դա էր, դուրս գալ հարմարավետության գոտուց, մի բան անել, մի բան, որն ինքն իրեն ցույց կտար, որ առաջ է շարժվում։ Անահիտը երրորդ անգամ նայեց ճաշացանկին, բայց բառերը շարունակում էին խառնվել նրա մտքում։ Ռիզոտտո սպիտակ սնկով, մեդալիոն կարմիր գինու սոուսով, սաղմոնի կարպաչո։ Ամեն ինչ չափազանց բարդ, չափազանց թանկ, չափազանց նրբաճաշակ էր թվում իր նման մեկի համար։ 28 տարեկան գրաֆիկ դիզայներ, որն աշխատում էր որպես ֆրիլանսեր, հազիվ էր կարողանում վճարել արաբ գիրում գտնվող իր մեկսենյականոց բնակարանի վարձը։ Ինչ էր նա անում այստեղ։ Հենց այդ պահին նա լսեց այդ ձայնը։ Այդ անիծյալ ձայնը, որը նա այնքան լավ էր ճանաչում, որը 3 տարի շարունակ սիրո խոսքեր էր շնջացել իր ականջին, որն ասել էր, թե սիրում է իրեն, որը խոստացել էր համատեղ ապագա։ Անահիտը զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ Նա դանդաղ բարձրացրեց հայացքը, կարծես թե կարող էր ինչ-որ կերպ սխալված լինել։ Բայց չէր սխալվում։ Տիգրանն այնտեղ էր, ռեստորան մտնելով մի կնոջ հետ։ Մի գեղեցիկ, էլեգանտ կնոջ երկար ուղիղ մազերով, հագին կարմիր զգեստ, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Անահիտի բնակարանի վարձը։ Նրանք ծիծաղում էին, լիովին անկաշկանդ տեսք ունեին, կարծես դա աշխարհի ամենաբնական բանը լիներ։ Կարծես Անահիտը երբեք գոյություն չէր ունեցել, կարծես այդ 3 տարիները երբեք ոչինչ չէին նշանակել։ Խուճապն անմիջապես պատեց նրան։ Սիրտը սկսեց անկանոն բաբախել, ձեռքերը սառը քրտինքով պատվեցին, շնչառությունը դժվարացավ։ Նա չէր կարող այնտեղ մնալ։ Չէր կարող թույլ տալ, որ Տիգրանն իրեն միայնակ տեսնի, միայնակ ճաշելիս, լինելով այն խղճուկ մարդը, որը երդվել էր այլս չլինել։ Բայց նա չէր կարող պարզապես վեր կենալ ու փախչել, դա էլ ավելի նվաստացուցիչ կլիներ։ Ինչ անել։ Ինչ անել։ Լիովին իրացիոնալ մղումով Անահիտը կռացավ։ Պարզապես սահեց աթոռից սողաց մոտակա սեղանի տակ, որը, բարեբախտաբար, ծածկված էր սպիտակ վուշեերկար սփռոցով, որը գրեթե հասնում էր հատակին։ Սիրտը այնքան ուժգին էր բաբախում, որ նա վստահ էր, ռեստորանում բոլորը կարող էին լսել այն։ Նա կծկվեց այնտեղ, սառը հատակին, իրեն զգալով անհեթեթ, խղճուկ, բայց մինույն ժամանակ թեթացած, որ թաքնված է։ Հենց այդ ժամանակ նա նկատեց։ Այդ սեղանի շուրջ ինչ-որ մեկը նստած էր։ Նա կարող էր տեսնել կոշիկները, տղամարդու, թանկարժեք, իտալական կաշվից, փայլեցված մինչ փայլելը։ Եվ ոտքեր էլ կային, անթերի դերձակված տաբատով։ Անահիտը սառեց։ Այդ ռեստորանի բոլոր դատարկ սեղաններից նա պետք է հենց զբաղվածն ընտրեր։ Նա մնաց այնտեղ անշարժացած, չիմանալով ինչ անել, ամեն պահ սպասելով, որ տղամարդը կմատնի իրեն, մատուցող կկանչի, բարձրաձայն կհարցնի, թե գրողը տանի, ինչ է նա անում իր սեղանի տակ։ Բայց այդպիսի ոչինչ տեղի չունեցավ։
Փոխարենը նա զգաց, թե ինչպես սփռոցը մի փոքր շարժվեց, ավելի լավ ծածկելով իր ոտքերը, հետո լսեց տղամարդու խորը փափուկ ձայնը, որը ցածր տոնով ասաց մեկին, ով հավանաբար մատուցողն էր. «Ամեն ինչ կարգին է, շնորհակալություն։ Պարզապես մեկ գավաթ գինի բերեք, խնդրում եմ»։ Անահիտի աչքերը լայն բացվեցին։ Նա իրեն էր պաշտպանում։ Բայց ինչո՞վ։ Ո՞վ է նման բան անում մի լիովին անծանոթի համար, որն այսքան անհարմար ձով ներխուժել է իր տարածք։ Րոպեները ժամերի պես ձգվեցին։ Անահիտը մնաց այնտեղ, լսելով շուրջ բոլորի զրույցների խուլ ձայնը, գավաթների զնգոցը, աթոռների զուսպ շարժը։ Նա փորձում էր հնարավորինս քիչ շարժվել, փորձում էր նույնիսկ շատ բարձր չշնչել։ Եվ հետո, վերջապես, նա նորից լսեց խորը ձայնը, այս անգամ շատ ցածր, ակնհայտորեն ուղղված իրեն։ Նրանք արդեն գնացին։ Կարող ես դուրս գալ։ Անահիտը զգաց, թե ինչպես այտերն այրվեցին ամոթից։ Ինչպես նա դուրս գար այնտեղից։ Ինչպես նայեր այդ տղամարդու երեսին այսքան անհեթեթ իրավիճակից հետո։ Բայց նա ընտրություն չուներ։ Դանդաղ զգուշորեն նա սկսեց դուրս սողալ սեղանի տակից, փորձելով պահպանել արժանապատվության որոշ մնացորդներ, թե դա ակնհայտորեն անհնար էր այդ իրավիճակում։ Երբ վերջապես դուրս եկավ, ոտքի կանգնեց, ստիպված եղավ բռնվել սեղանի եզրից, հավասարակշռությունը պահելու համար։ Ոտքերը թմրել էին այդքան երկար կծկված մնալուց, իր պարզ զգեստը ամբողջովին ճմրթվել էր, նա վստահ էր, որ իր շագանակագույն մազերը լիովին խառնված էին։ Նա դանդաղ բարձրացրեց հայացքը, տեսնելու, թե ով էր այն տղամարդը, որը ականատես էր եղել իր լիակատար նվաստացմանը։ Եվ հետո նրա սիրտը կանգ առավ մի լիովին այլ պատճառով։ Սեղանի շուրջ նստած տղամարդը անկասկած ամենագեղեցիկ մարդն էր, ում Անահիտը երբե տեսել էր կյանքում։ Նա մոտ 35 տարեկան կլիներ, սմազերը անթերի հետ սանրված, մուգ, խորը աչքեր, որոնք նրան նայում էին զվարճանքի մի այլ բանի խառնուրդով, որը նա չկարողացավ բացահայտել։ Հագին մուգ կապույտ կոստյում էր, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան իր մեքենան, շուրթերին զուսպ ժպիտ կար, կարծես փորձում էր չծիծաղել, բայց ոչ դաժան, այլ գրեթե քնքուշ ձով։ «Բարի երեկո», ասաց նա, նրա ձայնն էլ ավելի գեղեցիկ էր ուղիղ լսելիս, քան սեղանի տակից։ Ենթադրում եմ, որ շատ լուրջ արտակարգ իրավիճակ է եղել, արդարացնելու այս ստեղծագործական քայլը։ Անահիտը զգաց, որ դեմքն էլ ավելի է այրվում։ Ես շատ եմ ցավում։ Չգիտեմ, ինչ պատահեց ինձ։ Ես տեսա իմ նախկին ընկերոջը, որը մտնում էր ուրիշ կնոջ հետ, ես պարզապես խուճապի մատնվեցի ու… Կարիք չկա բացատրելու, նա քնքշորեն ընդհատեց։ Մենք բոլորս էլ երբե ցանկացել ենք թաքնվել սեղանի տակ։ Դուք պարզապես քաջություն ունեցաք դա իրականում անելու։ Նրա տոնի մեջ, նրա հայացքի մեջ մի բան կար, որը Անահիտին ստիպեց մի փոքր հանգստանալ։ Նա չէր ծաղրում իրեն։ Նա թվում էր իսկապես հասկացող, գուցե նույնիսկ մի փոքր տպավորված իր համարձակությամբ։ Ես պետք է գնամ, ասաց Անահիտը, սկսելով հեռանալ։ Արդեն բավական անհանգստացրի։ Սպասեք, ասաց նա, նրա ձայնի մեջ մի բան կար, որը ստիպեց նրան կանգ առնել։ Դուք այստեղ ընթրելու էիք եկել, այնպես չէ՞։ Ափսոս կլիներ վատնել այն քաջությունը, որ ունեցաք միայնակ դուրս գալու համար, միայն մի դժբախտ հանդիպման պատճառով։ Ինչու չեք նստում ինձ հետ ընթրում։ Համարեք սա փոխհատուցում այն անհարմարության համար, որ ես պատճառեցի, չզգուշացնելով, որ այստեղ նստած եմ։ Անահիտը թարթեց, շփոթված։ Բայց դուք ոչ մի անհարմարություն չպատճառեցիք։ Ես էի, որ ներխուժեցի ձեր սեղան։ Ուրեմն համարեք սա կանխարգելիչ ներողություն ցանկացած անտեղի մեկնաբանության համար, որ կարող եմ անել ընթրիքի ընթացքում, ասաց նա, աչքերում զվարճալի փայլ կար։ Ի դեպ, ես Դավիթն եմ։ Իսկ դուք… Անահիտ, պատասխանեց նա ավտոմատ կերպով, դեռ մարսելով, թե ինչ է կատարվում։ Անահիտ, կրկնեց նա, կարծես փորձարկելով անունը։ Դե ինչ, Անահիտ, ինչ կասեք։ Թույլ կտաք միայնակ ընթրեմ, իմ սեղանի տակի տարածքը կիսելուց հետո։ Դա շատ դաժան կլիներ։ Նրա մեջ մի անդիմադրելի բան կար։ Գուցե դա այն ձն էր, որով նա նայում էր իրեն, կարծես իսկապես ուզում էր, որ նա մնա, կարծես դա պարզապես խղճահարություն կամ քաղաքավարություն չէր։ Կամ գուցե դա այն փաստն էր, որ ամիսներ շարունակ առաջին անգամ նա իրեն իսկապես տեսանելի էր զգում, ոչ թե որպես Տիգրանի նախկին ընկերուհի, ոչ թե որպես դավաճանված ու նվաստացված կին, այլ պարզապես որպես Անահիտ։ Չգիտեմ, ասաց նա տատանվելով։
Չեմ ուզում ձեր երեկոն խանգարել։ Դուք արդեն խանգարում եք, ասաց նա ժպիտով։ Ավելի լավ է մնաք ուշացումն ավելի հաճելի դարձնեք։ Եվ այսպես, լիովին անսպասելի անհեթեթ կերպով, Անահիտը հայտնվեց մի լիովին անծանոթի հետ սեղանի շուրջ։ Մի աներակայելի գեղեցիկ, լավ հագնված անծանոթի, որը մի պատճառով, որը նա չէր հասկանում, թվում էր իսկապես հետաքրքրված իրենով։ Զրույցը զարմանալիորեն բնական հոսեց։ Դավիթը հմայիչ էր, զվարճալի, ուշադիր։ Նա հարցեր էր տալիս իր մասին, իր գրաֆիկ դիզայների աշխատանքի մասին, իր ճաշակի, իր նախասիրությունների մասին։ Եվ ի տարբերություն Տիգրանի, որը միշտ ցանկացած զրույց վերածում էր իր մասին խոսակցության, Դավիթն իսկապես հետաքրքրված էր թվում պատասխաններով։ Նա ծիծաղում էր իր կատակների վրա, խանդավառությամբ մեկնաբանում էր իր նշած նախագծերը, նրա հայացքի մեջ մի բան կար, որը Անահիտին ստիպում էր իրեն զգալ յուրահատուկ, գեղեցիկ, հետաքրքիր։ Երբ ընթրիքն ավարտվեց, նրանք դուրս եկան ռեստորանից, Անահիտը զգաց, որ երազ է ապրել։ Դավիթը խնդրեց նրա հեռախոսահամարը, ասաց, որ կցանկանար նորից տեսնել իրեն, նրա ձայնի մեջ մի անկեղծություն կար, որը ստիպեց նրան հավատալ, որ դա պարզապես խոսքեր չեն։ Նրանք հրաժեշտ տվեցին գրկախառնությամբ, Անահիտը տուն վերադարձավ, զգալով մի բան, որը վաղուց չէր զգացել՝ հույս։ Հաջորդող օրերին նրանք անընդհատ հաղորդագրություններ էին փոխանակում։ Բարի լույս, բարի գիշեր, անմիտ կատակներ, օրվա պատահական լուսանկարներ։ Դավիթը ուշադիր էր, հոգատար, հետաքրքրված։ Նա հարցնում էր, թե ինչպես է անցել իր օրը, անհանգստանում էր, երբ նա նշում էր, որ լարված է մի նախագծի պատճառով, ծիծաղեցնում էր իրեն աշխարհի մասին իր խելացի դիտարկումներով։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, Անահիտը զգաց, թե ինչպես են իր սրտի շուրջ կառուցած պատերը սկսում փլուզվել։ Նրանք ավելի հաճախ հանդիպեցին։ Սուրճ Արաբկիրում, զբոսանք հաղթանակի զբոսայգում, կինոթատրոն, որին հաջորդում էր զրույց մինչ ուշ գիշեր մի շուրջօրյա բաց սրճարանում։ Յուրաքանչյուր հանդիպում ավելի լավն էր, քան նախորդը, յուրաքանչյուր զրույց ավելի խորը, յուրաքանչյուր հպում ավելի նշանակալից։ Եվ հետո մի անձրոտ ուրբաթ երեկոյան, երբ նրանք պատսպարվել էին մի ծածկի տակ, սպասելով անձրի դադարին, Դավիթը համբուրեց նրան։ Դա փափուկ, նուրբ համբույր էր, լի չասված խոստումներով։ Եվ երբ նրանք բաժանվեցին, Անահիտը նրա աչքերում տեսավ նույն զգացմունքը, որն աճում էր իր ներսում, մի իրական բան, մի հզոր բան, որը կարող էր վերածվել սիրո։ Բայց այն, ինչ Անահիտը չգիտեր, այն, ինչ ոչ ոք նրան չէր ասել, այն էր, թե ով էր Դավիթն իրականում։ Նա չգիտեր այն կայսրության մասին, որը նա ղեկավարում էր, այն ընկերությունների մասին, որոնք կրում էին իր ազգանունը, այն հարստության մասին, որը նա ժառանգել բազմապատկել էր։ Նրա համար նա պարզապես Դավիթն էր, այն տղամարդը, որը ապաստան էր առաջարկել, երբ նա թաքնված էր սեղանի տակ, այն տղամարդը, որը ծիծաղեցնում էր իրեն, որը ստիպում էր իրեն նորից կենդանի զգալ։ Եվ երբ ճշմարտությունը վերջապես բացահայտվեր, երբ նա կիմանար այն ամենը, ինչ նա թաքցրել էր իրենից, արդեն շատ ուշ կլիներ։ Որովհետև այդ պահին, երանի այդ անձրոտ գիշերը, Անահիտն արդեն սիրահարվում էր։ Եվ գուցե, միայն գուցե, նա նույնպես։ Հավանում եք այս պատմությունը։ Ասեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Հաջորդ շաբաթները նման էին մի երազի, որից Անահիտը չէր ուզում արթնանալ։ Նա Դավիթը տեսնվում էին, երբ հնարավոր էր, նույնիսկ երբ ֆիզիկապես միասին չէին, կային մշտական հաղորդագրություններ, զանգեր, որոնք ձգվում էին մինչ լուսաբաց, բջջայինի էկրանի միջոցով կիսված ծիծաղ։ Անահիտն իրեն վերացնված էր զգում, կարծես տխրության մենության վերջին ամիսները պարզապես հեռավոր մղձավանջ լինեին, որը վերջապես ավարտվում էր։ Դավիթը նրան յուրահատուկ զգալ տալու մի ձուն էր, որը լիովին տարբերվում էր այն ամենից, ինչ նա երբեք զգացել էր։ Տիգրանի հետ նա միշտ զգում էր, որ պետք է ապացուցի իր արժեքը, որ պետք է ջանք թափի, ուշադրության քնքշության արժանանալու համար։ Բայց Դավիթի հետ ամեն ինչ այլ էր։ Նա էր փնտրում իրեն, նա էր ջանում ներկա լինել, նա հազար ու մի փոքր ու մեծ ձեռով ցույց էր տալիս, որ հոգ է տանում իր մասին։ Մի շաբաթ օր Դավիթը հայտնվեց նրա բնակարանում, բաղադրիչներով լի տոպրակով հայտարարեց, որ պատրաստվում է իր համար ուտելիք պատրաստել։ Անահիտը ծիծաղեց, կասկածելով, բայց նա պնդեց։ Ամբողջ օրն անցկացրեց բնակարանի փոքրիկ խոհանոցում, պատրաստելով մակարոնեղեն թարմ լոլիկի ռեհանի սոուսով, որը զարմանալիորեն համեղ ստացվեց։ Նրանք ընթրեցին նստած հյուրասենյակի հատակին, քանի որ սեղանը չափազանց փոքր էր, իսկ բազմոցը ծածկված էր կտորներով նախագծերի նմուշներով, որոնք Անահիտը մշակում էր։
Դու անհավանական ես, գիտես, ասաց Դավիթն այդ գիշեր, դիտելով սենյակում սփռված նկարները։ Քո տաղանդը անհավատալի է։ Այս ստեղծագործությունները հանճարեղ են։ Անահիտը զգաց, թե ինչպես դեմքը տաքացավ։ Սրանք ընդամենը մի քանի ֆրիլանս նախագծեր են։ Ոչ մի առանձնահատուկ բան։ Ոչ մի առանձնահատուկ բան, կրկնեց նա, վերցնելով էսքիզներից մեկը։ Անահիտ, սա արվեստ է։ Երբե մտածել ես սեփական ստուդիա բացելու մասին։ Ավելի մեծ բան անելու։ Ինչ փողով, նա առանց հումորի ծիծաղեց։ Հազիվ եմ կարողանում ամսվա ծախսերը հոգալ։ Ստուդիա բացելը շատ հեռավոր երազանք է ինձ նման մեկի համար։ Այդ պահին Դավիթի արտահայտության մեջ մի բան կար, որը Անահիտը չկարողացավ վերծանել։ Թվում էր, թե նա ուզում էր ինչ-որ բան ասել, բայց զսպեց իրեն։ Փոխարենը, նա պարզապես գրկեց նրան ասաց. «Մի օր կկարողանաս։ Ես վստահ եմ դրանում»։ Բայց ոչ ամեն ինչ էր կատարյալ։ Լինում էին պահեր, երբ Անահիտը զգում էր, որ Դավիթն ինչ-որ բան է թաքցնում իրենից։ Փոքր բաներ, օրինակ, երբ նա արագ փոխում էր թեման, երբ նա հարցնում էր իր աշխատանքի մասին, կամ երբ նա միշտ համեստ վայրեր էր ընտրում իրենց հանդիպումների համար, երբեք ոչ Երանի հայտնի կամ մոդայիկ ռեստորանները։ Նա երբեք նրան չէր ներկայացրել իր սոցիալական շրջապատից որևէ մեկին, երբ նա պատահաբար նշում էր դա, նա շեղում էր խոսակցությունը կատակով կամ համբույրով։ Սկզբում Անահիտը փորձում էր շատ չմտածել դրա մասին։ Ի վերջո, նրանք ընդամենը մի քանի շաբաթ էր, ինչ միասին էին։ Նորմալ էր, որ նա ուզում էր սկզբում ամեն ինչ ավելի անձնական պահել, այնպես չէ՞։ Բայց ժամանակի ընթացքում անվստահությունը սկսեց աճել։ Եվ անվստահության հետ միասին եկան Տիգրանի ցավոտ հիշողությունները, թե ինչպես նա նույնպես ուներ իր գաղտնիքները, իր ստերը, իր դավաճանությունները։ Մի գիշեր, հեռախոսազրույցի ժամանակ, Անահիտը վերջապես քաջություն հավաքեց հարցնելու. «Դավիթ, դու ինձնից ինչ-որ բան թաքցնում ես»։ Գծի մյուս կողմում դադար եղավ։ Չափազանց երկար դադար, հարմարավետ լինելու համար։ «Ինչու ես դա հարցնում», վերջապես պատասխանեց նա, նրա ձայնի մեջ զգուշավորություն կար։ «Չգիտեմ», ասաց Անահիտը, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում։ «Պարզապես երբեմն զգում եմ, որ դու ինձ ամեն ինչ չես պատմում։ Քո աշխատանքի, քո կյանքի մասին։ Ես նույնիսկ հստակ չգիտեմ, թե որտեղ ես ապրում։ Երբեք քո տանը չենք եղել»։ Անահիտ, ասաց Դավիթը, նրա ձայնը լի էր մի բանով, որը կարող էր լինել մեղքի զգացում կամ անհանգստություն։ «Դու ինձ վստահում ես»։ «Ես ուզում եմ վստահել», անկեղծորեն պատասխանեց նա։ «Բայց այն ամենից հետո, ինչ ես ապրել եմ իմ նախկինի հետ, դժվար է։ Ես պետք է իմանամ, որ դու ինձ հետ ազնիվ ես»։ «Ես ազնիվ եմ», արագ ասաց նա։ «Ես պարզապես իմ կյանքում որոշ բաներ կան, որոնք բարդ է բացատրել։ Բայց դա քեզ հետ կապ չունի, Անահիտ։ Դա կապ չունի նրա հետ, թե ինչ եմ զգում քո նկատմամբ, որն իրական է ճշմարիտ»։ Անահիտն ուզում էր հավատալ նրան։ Աստված իմ, ինչպես էր ուզում հավատալ։ Բայց կասկածն արդեն սերմանվել էր, իսկ կասկածները սովորություն ունեն մթության մեջ աճելու։ Հենց այդ ժամանակ Դավիթը նրան հրավիրեց մի միջոցառման։ Բարեգործական միջոցառման, ասաց նա, մի բարեգործական հիմնադրամի համար գումար հավաքելու, որին նա աջակցում էր։ Դա պետք է լիներ ուրբաթ երեկոյան, Մաշտոցի պողոտայի շրջակայքում գտնվող մի շքեղ հյուրանոցում։ Նա ասաց, որ ուզում է, որ նա լինի իր ուղեկիցը, որ ժամանակն է, որ նա ծանոթանա իր կյանքի որոշ կարևոր մարդկանց հետ։ Անահիտը միաժամանակ ոգորվեց, լարվեց։ Նոր զգեստ գնեց այն գումարով, որը պահել էր արտակարգ իրավիճակների համար, մի պարզ, բայց էլեգանտ մուգ կապույտ զգեստ, ամբողջ շաբաթը մտովի պատրաստվում էր այդ երեկոյին։ Վերջապես նա կծանոթանար Դավիթի աշխարհին, վերջապես ավելի լավ կհասկանար, թե ով է նա համեստ հանդիպումներից մտերմիկ զրույցներից դուրս։ Երբ երեկոն վերջապես եկավ, Դավիթը եկավ նրա հետից մի մեքենայով, որը ստիպեց Անահիտի աչքերը լայն բացվել։ Սփայլուն Մերսեդես, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան նա կվաստակեր մի քանի տարում։ Նա դուրս եկավ մեքենայից, հագին սմոքինգ, որը նրան նորաձության ամսագրից դուրս եկածի տեսք էր տալիս, երբ օգնեց Անահիտին նստել մեքենան, նա առաջին անգամ զգաց, որ գուցե մտնում է մի աշխարհ, որին չի պատկանում։ Հյուրանոցն էլ ավելի տպավորիչ էր, քան նա պատկերացնում էր։ Փայլուն լույսեր, համազգեստով ավտոկայանողներ, երեկոյան զգեստներով մարդիկ, որոնք մտնում ու դուրս էին գալիս։
Անահիտը զգաց, թե ինչպես Ստամոքսը սեղմվեց լարվածությունից, երբ Դավիթը բազուկը մեկնեց նրան, նրանք սկսեցին բարձրանալ գլխավոր մուտքի աստիճաններով։ Հենց այդ ժամանակ սկսվեցին ողջույնները։ Մարդիկ ամեն երկու քայլը մեկ կանգնեցնում էին Դավիթին, սեղմում նրա ձեռքը, ասելով այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ «Պարոն Ավագյան, ինչ հաճելի է ձեզ տեսնել այստեղ, պարոն Դավիթ, շնորհակալություն այս գործին ցուցաբերած ողջ աջակցության համար»։ Անահիտը զգում էր, որ գլուխը պտտվում է։ «Պարոն Ավագյան»։ Ինչու էին Դավիթին այդքան մեծարանքով վերաբերվում։ Ինչու էին լուսանկարիչները նրան նկարում, կարծես նա հայտնի մեկը լիներ։ Սրահի ներսում իրավիճակն էլ ավելի վատացավ։ Հարյուրավոր մարդիկ կային, բոլորը հագնված չափազանց թանկարժեք զգեստներով, զարդեր, որոնք փայլում էին բյուրեղյա ջահերի տակ, մատուցողներ, որոնք շրջում էին բյուրեղյա գավաթներով, շամպայնի սկուտեղներով։ Եվ բոլորը, բացարձակապես բոլորը, կարծես ճանաչում էին Դավիթին։ Ավելին, կարծես հարգում էին նրան, հիանում էին նրանով, վերաբերվում էին նրան այնպես, կարծես նա չափազանց կարևոր մեկը լիներ։ Անահիտը սկսեց նկատել շշուկները։ Կանայք նայում էին իրեն, հետո շշնջում միմյանց հետ։ Տղամարդիկ նրան զննում էին վատ թաքցրած հետաքրքրությամբ։ Նա լսում էր զրույցների պատառիկներ։ Ո՞վ է նա, երբեք Դավիթ Ավագյանին այսպիսի մեկի հետ չեմ տեսել, կարծում եք լուրջը։ Եվ հետո նա լսեց մի անուն, որը ստիպեց նրան սառել։ Իր կողքին ինչ-որ մեկը, զրուցելով մեկ ուրիշի հետ, պատահաբար նշեց. Ավագյան հոլդինգը այս տարի պետք է միլիարդներ վաստակի։ Դավիթն իսկապես վերափոխեց այն կայսրությունը, որը հայրը թողել էր։ Անահիտը զգաց, թե ինչպես հատակը անհետացավ իր ոտքերի տակից։ Ավագյան հոլդինգ։ Դավիթ Ավագյան։ Նա ճանաչում էր այդ անունը։ Երանում բոլորը ճանաչում էին այդ անունը։ Դա Հայաստանի խոշորագույն բիզնես կոնգլոմերատներից մեկն էր, գործունեություն ծավալելով շինարարության, տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտներում։ Եվ Դավիթը, իր Դավիթը, սեփականատերն էր։ Միլիարդատեր ժառանգորդը, որը ղեկավարում էր այդ ամենը։ Նա նայեց նրան, որը մի քանի մետր հեռավորության վրա աշխույժ զրուցում էր մի խումբ ղեկավարների հետ, հանկարծ կարծես մի անծանոթի տեսավ։ Բոլոր կտորները սկսեցին իրենց տեղն ընկնել։ Այն, թե ինչպես նա միշտ փող ուներ ռեստորանների հաշիվը վճարելու, առանց նույնիսկ նայելու։ Թանկարժեք մեքենան։ Անթերի հագուստը։ Այն, թե ինչպես էր խուսափում աշխատանքի մասին խոսելուց։ Դա այն պատճառով չէր, որ իր աշխատանքը ձանձրալի էր կամ որ նա ուզում էր ամեն ինչ պարզ պահել։ Դա այն պատճառով էր, որ նա թաքցնում էր, թե ով է իրականում։ Այդ պահին մի կին մոտեցավ Անահիտին։ Մի գեղեցիկ կին, մոտ 30 տարեկան, հագին կարմիր զգեստ, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Անահիտի տարեկան վարձը։ Նրա շիկահեր մազերը հավաքված էին նրբագեղ սանրվածքով, ականջներին ադամանդներ կային, որոնք փայլում էին սեփական լույսով։ Դուք պետք է Դավիթի նոր ուղեկիցը լինեք, ասաց կինը, նրա ժպիտի մեջ մի սուր բան կար։ Ես Սեդան եմ։ Նրա նախկին ընկերուհին։ Անահիտը զգաց, թե ինչպես Ստամոքսը սեղմվեց։ Հաճելի է, կարողացավ ասել նա։ Միշտ հետաքրքիր է տեսնել նրա ընտրությունները, շարունակեց Սեդան, Անահիտին գլխից մինչ ոտք զննելով մի ձով, որը ստիպեց նրան իրեն փոքր, անհամապատասխան զգալ։ Նա փուլեր ունի, գիտեք։ Երբեմն սիրում է շրջապատել իրեն մեր աշխարհով, երբեմն սիրում է փորձել ինչ-որ ավելի պարզ բան։ Բառերը ապտակի պես էին։ Անահիտը զգաց, թե ինչպես արցունքները խայթեցին աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ Անձնական մի ընդունիր, սիրելիս, ասաց Սեդան, նրա ձայնից կեղծ համակրանք էր կաթում։ Դավիթը լավ մարդ է։ Բայց նա միշտ վերադառնում է այնտեղ, որտեղ պատկանում է։ Մեր աշխարհ։ Ինձ նման մարդկանց մոտ։ Վայելիր, քանի դեռ տում է, բայց մի խաբվիր, կարծելով, թե սա լուրջ բանի կվերածվի։ Նրա նման տղամարդիկ ձեզ նման կանանց հետ չեն ամուսնանում։ Սեդան հեռացավ, թողնելով Անահիտին կանգնած այնտեղ, դողալով զայրույթից, նվաստացումից։ Նա շուրջը նայեց սրահին, բոլոր այդ հարուստ ու կարևոր մարդկանց, հանկարծ ամեն ինչ իմաստ ստացավ։ Նա երբեք չէր պատկանի այդ աշխարհին։ Նա ընդամենը մի գրաֆիկ դիզայներ էր, որն աշխատում էր որպես ֆրիլանսեր, որն ապրում էր մի փոքրիկ բնակարանում, որը հազիվ էր կարողանում վճարել իր հաշիվները։ Ինչ էր նա անում այստեղ։ Ինչ էր նա մտածում, որ անում է Դավիթի հետ։
Երբ Դավիթը վերջապես վերադարձավ նրա մոտ, Անահիտի աչքերը արցունքոտ էին, իսկ դեմքը գունատ։ Անի, ինչ պատահեց, անմիջապես հարցրեց նա, բռնելով նրա ձեռքը։ Լավ ես։ Ինչու ինձ չասացիր, շշնջաց նա, նրա ձայնը դողում էր։ Ինչու ինձնից թաքցրիր, թե ով ես դու իրականում։ Դավիթը մի պահ փակեց աչքերը, կարծես իմանար, որ այս պահը վաղ թե ուշ գալու էր։ Արի դուրս գանք այստեղից։ Պետք է քեզ հետ խոսեմ։ Նրանք դուրս եկան սրահից, գնալով դեպի մի դատարկ պատշգամբ, որտեղից տեսարան էր բացվում դեպի լուսավորված Երան քաղաքը։ Գիշերվա սառը օդը ստիպեց Անահիտին դողալ, Դավիթն անմիջապես հանեց սմոքինգի բաճկոնը դրեց նրա ուսերին։ Ես պետք է քեզ ավելի շուտ ասեի, սկսեց նա, նրա ձայնը լի էր զղջումով։ Ես դա գիտեմ։ Բայց, Անահիտ, դու պետք է հասկանաս։ Երբ ես քեզ հանդիպեցի, երբ դու թաքնված էիր այդ սեղանի տակ, դու բացարձակապես գաղափար չունեիր, թե ով եմ ես։ Եվ դա այնքան թարմացնող էր, այնքան ազատագրող։ Կյանքումս առաջին անգամ ինչ-որ մեկը հետաքրքրված էր ինձնով, նրա համար, թե ով եմ ես, ոչ թե նրա համար, թե ինչ ունեմ։ Բայց դու ստեցիր, ասաց Անահիտը, արցունքները վերջապես հոսում էին նրա դեմքով։ Դու թույլ տվեցիր, որ ես հավատամ, թե դու պարզապես սովորական մարդ ես, մինչդեռ իրականում դու այս ամենն ես։ Նա անորոշ ժեստ արեց դեպի սրահը։ Ես երբեք չեմ ստել, պնդեց Դավիթը։ Ես պարզապես ամեն ինչ չեմ պատմել։ Եվ ես պատրաստվում էի պատմել, Անահիտ, երդվում եմ։ Ես պարզապես սպասում էի ճիշտ պահի, մի պահի, երբ դու արդեն բավականաչափ կվստահեիր ինձ, հասկանալու համար, որ փողը չի փոխում, թե ով եմ ես ներսում։ Բայց դա ամեն ինչ փոխում է, բացականչեց Անահիտը։ Լիովին ամեն ինչ փոխում է։ Դու ապրում ես իմից տարբեր աշխարհում, Դավիթ։ Մի աշխարհում, որտեղ մարդիկ հագնում են զգեստներ, որոնք ավելի թանկ են, քան իմ մեքենան, որտեղ ադամանդները սովորական աքսեսուարներ են, որտեղ բոլորը քեզ վերաբերվում են որպես թագավորական ընտանիքի անդամի։ Ինչպես մտածեցիր, որ սա կստացվի։ Ինչպես մտածեցիր, որ ես ինձ կզգամ, երբ բացահայտեմ, որ ես ընդամենը հերթական զբաղմունքն եմ եղել, քո հերթական փուլը, նախքան քո իրական աշխարհ վերադառնալը։ Դու զբաղմունք չես, ասաց Դավիթը, նրա դեմքը վերցնելով իր ձեռքերի մեջ։ Դու ամենաիրական բանն ես, որ պատահել է իմ կյանքում վերջին տարիներին։ Այնտեղի ամեն ինչ, այդ ողջ շքեղությունը, այդ մարդիկ, դրանցից ոչ մեկն իրական չէ, Անահիտ։ Ամեն ինչ մակերեսային է, ամեն ինչ արտաքին տեսք է։ Բայց դու, այն, ինչ ես զգում եմ քո նկատմամբ, դա իրական է։ Անահիտն ուզում էր հավատալ։ Նրա էության յուրաքանչյուր բջիջ ուզում էր հավատալ նրան։ Բայց Սեդայի խոսքերը արձագանքում էին նրա մտքում, Տիգրանի հետ հարաբերությունների ավարտից հետո կրած բոլոր անվստահությունների հետ միասին։ Նա բավարար չէր։ Նա երբեք բավարար չէր եղել։ Եվ հիմա նա վստահ էր դրանում։ Ես պետք է գնամ, ասաց նա, հեռանալով նրանից։ Ես պետք է մտածեմ։ Անահիտ, խնդրում եմ, աղաչեց Դավիթը, բայց նա արդեն հանում էր նրա բաճկոնը իր ուսերից քայլում դեպի ելքը։ Նա տաքսիով վերադարձավ տուն, ամբողջ ճանապարհին լաց էր լինում։ Լաց էր լինում այն պատրանքի համար, որը կառուցել էր, այն հեքիաթի համար, որը կարծում էր, թե ապրում է։ Լաց էր լինում, որովհետև, չնայած ամեն ինչին, նա դեռ սիրահարվում էր Դավիթին։ Եվ լաց էր լինում, որովհետև գիտեր, որ գուցե Սեդան ճիշտ էր։ Գուցե նա իսկապես ընդամենը մի փուլ էր, նրա իրական աշխարհից ժամանակավոր շեղում։ Երբ տուն հասավ, տասնյակ հաղորդագրություններ գտավ Դավիթից։ Ներողություններ, բացատրություններ, հայտարարություններ, որ նա հոգ է տանում իր մասին։ Բայց Անահիտը ոչ մեկին չպատասխանեց։ Պարզապես պառկեց անկողնում, շարունակեց լաց լինել, մինչ հոգնածությունը վերջապես հաղթեց նրան, նա ընկավ անհանգիստ մղձավանջներով լի քնի մեջ։ Հաջորդող օրերը ամենադժվարն էին, որոնց Անահիտը բախվել էր Տիգրանից բաժանվելուց հետո։ Նա փակվեց տանը, հրաժարվելով պատասխանել Դավիթի զանգերին, անտեսելով հաղորդագրությունները, որոնք շարունակում էին գալ ամեն ժամ։ Նա գիտեր, որ վախկոտի պես է վարվում, որ պետք է գոնե նրա հետ պատշաճ խոսեր, բայց չէր կարողանում։ Ամեն անգամ, երբ մտածում էր նրա հետ հանդիպելու մասին, հիշում էր այդ շքեղ սրահը, իրեն արամարանքով նայող մարդկանց, Սեդայի թունավոր խոսքերը։ Լռության 4-րդ օրը Անահիտը նստած էր իր բազմոցին, անտարբեր կերպով թերթում էր հեռախոսը, երբ Ինստագրամից ծանուցում տեսավ։ Դա Տիգրանից հաղորդագրություն էր։ Նա տատանվեց բացելուց առաջ, բայց հետաքրքրասիրությունը հաղթեց։
Տեսա, որ Դավիթ Ավագյանի հետ ես հանդիպում։ Միշտ իմացել եմ, որ շահամոլ ես, բայց չէի պատկերացնում, որ այդքան բարձր կնշան առես։ Գրած կգամ, որ հիմա քեզնից գոհ ես, այնպես չէ՞։ Ափսոս, որ նա քեզ երբեք լուրջ չի ընդունի։ Դու բավարար դաս չունես նրա աշխարհի համար։ Անահիտը զգաց, թե ինչպես զայրույթը պայթեց իր ներսում։ Ինչպես էր նա համարձակվում։ Այն ամենից հետո, ինչ արել էր, դավաճանելուց, նվաստացնելուց, իր վստահությունը ոչնչացնելուց հետո, նա դեռ իրեն թույլ էր տալիս դատել իրեն։ Ձեռքերը դողում էին, երբ նա պատասխան էր գրում։ Բայց ուղարկելուց առաջ նա կանգ առավ։ Ոչ։ Նա Տիգրանին ոչինչ պարտք չէր։ Կարիք չուներ արդարանալու նրա առաջ, կարիք չուներ պաշտպանվելու։ Նա նույնիսկ պատասխանի արժանի չէր։ Այսպիսով, նա պարզապես արգելափակեց նրա համարը, հեռախոսը շպրտեց բազմոցին։ Բայց վնասն արդեն հասցված էր։ Նրա խոսքերը միացան Սեդայի խոսքերին, ստեղծելով ձայների երգչախումբ իր գլխում, որն անդադար կրկնում էր. Դու բավարար չես, դու չես պատկանում այդ աշխարհին, քեզ վերջում դուրս կշպրտեն։ Այդ գիշեր Անահիտն անսպասելի այցելու ունեցավ։ Նրա լավագույն ընկերուհին, Լիլիթը, հայտնվեց դրան։ Մոտ մի շիշ գինով անսասան վճռականությամբ չգնալ, մինչ Անահիտը ամեն ինչ չպատմի։ Դու օրեր շարունակ ինձնից խուսափում ես, ասաց Լիլիթը, առանց հրավերի սպասելու մտնելով բնակարան։ Եվ ես տեսա բարեգործական միջոցառման լուսանկարները սոցցանցերում։ Դու Դավիթ Ավագյանը։ Լուրջ, Անի։ Երբ էիր պատրաստվում ինձ ասել, որ հանդիպում ես Հայաստանի ամենահարուստ տղամարդկանցից մեկի հետ։ Անահիտը փլվեց։ Ամեն ինչ պատմեց Լիլիթին, սեղանի տակ հանդիպումից մինչ միջոցառման աղետալի երեկոն։ Խոսեց այն մասին, թե ինչպես է իրեն զգացել խաբված, անհամապատասխան, անհեթեթ։ Եվ Լիլիթը լուր լսեց ամեն ինչ, պարզապես գինի լցնելով, երբ Անահիտի բաժակը դատարկվում էր։ Կարող եմ քեզ մի հարց տալ, ասաց Լիլիթը, երբ Անահիտը վերջապես ավարտեց խոսքը։ Նա քեզ դուր է գալիս։ Դա կարող չէ, պատասխանեց Անահիտը, սրբելով աչքերը։ Իհարկե կարող է, պնդեց Լիլիթը։ Իրականում, դա միակ բանն է, որ կարող է։ Նա քեզ դուր է գալիս։ Անահիտը փակեց աչքերը։ Կարծում եմ, սիրահարվում եմ նրան։ Կամ գոնե այն մարդուն, ում կարծում էի, որ նա է։ Իսկ այն մարդը, ում կարծում էիր, որ նա է, շատ է տարբերվում նրանից, ով նա իրականում է։ Անահիտը մտածեց այդ մասին։ Մտածեց իրենց ունեցած բոլոր զրույցների, կիսված ծիծաղի, այն ձի մասին, որով Դավիթը ստիպում էր իրեն զգալ տեսանելի գնահատված։ Մտածեց այն մասին, թե ինչպես նա իր համար ուտելիք պատրաստեց, ինչպես անկեղծորեն հետաքրքրվեց իր աշխատանքով, ինչպես համբուրեց իրեն այդ անձրոտ գիշերը։ Այդ ամենից ոչինչ սուտ չէր։ Այդ ամենից ոչինչ չէր փոխվել միայն այն պատճառով, որ նա հիմա գիտեր, թե քանի զրո կա նրա բանկային հաշվին։ Ոչ, խոստովանեց նա ցածրաձայն։ Նա նույն մարդն է մնացել։ Ես եմ, որ թույլ եմ տալիս, որ անվստահությունն ինձ ուտի։ Ճիշտ այդպես, ասաց Լիլիթը։ Տես, Անի, ես հասկանում եմ, որ դու վախեցած ես։ Այն բանից հետո, ինչ Տիգրանն արեց, բնական է, որ դու վախենում ես նորից մեկին վստահել։ Բայց դու չես կարող թույլ տալ, որ անցյալը քանդի քո ներկան։ Եվ հաստատ չես կարող թույլ տալ, որ մի նախանձ նախկինի մի հիմար նախկինի խոսքերը որոշեն, թե դու ինչ արժես։ Բայց եթե նրանք ճիշտ են, շշնջաց Անահիտը։ Եթե ես իսկապես չեմ պատկանում այդ աշխարհին։ Եթե նա դա հասկանա, ինձ թողնի։ Իսկ եթե չթողնի, հակադարձեց Լիլիթը։ Իսկ եթե դու հենց այն ես, ինչ նրան պետք է։ Իսկ եթե ձեզ երկուսիդ մոտ ստացվի, չնայած տարբերություններին։ Դու երբեք չես իմանա, եթե մնաս այստեղ թաքնված, վախենալով փորձելուց։ Լիլիթի խոսքերը արձագանքում էին Անահիտի գլխում ընկերուհու գնալուց հետո։ Եվ օրեր շարունակ առաջին անգամ նա իրեն թույլ տվեց իսկապես մտածել, թե ինչ է ուզում։ Ոչ թե այն, ինչ Սեդան էր կարծում, ոչ թե այն, ինչ Տիգրանն էր ասում, այլ այն, ինչ ինքը Անահիտը իրականում ցանկանում էր իր սրտի խորքում։ Եվ ճշմարտությունն այն էր, որ նա ուզում էր Դավիթին։ Ուզում էր հնարավորություն տալ այն ամենին, ինչ նրանք ունեին, ուզում էր պարզել, թե արդյոք իրենց միջ աճող այդ զգացմունքը կարող է վերածվել մի տական իրական բանի։ Բայց դրա համար նա պետք է խիզախ լիներ։ Պետք է դիմակայեր իր վախերին, անվստահություններին։ Հաջորդ օրը Անահիտը վերջապես պատասխանեց Դավիթի հաղորդագրություններին։
Խնդրեց, որ հանդիպեն, որ իսկապես խոսեն։ Նա վայրկյանների ընթացքում պատասխանեց, ասելով, որ կարող է գալ իր մոտ, բայց Անահիտն ասաց, որ նա խնդրում է ինքը գնալ նրա մոտ։ Ժամանակն էր իսկապես ճանաչելու նրա աշխարհը, տեսնելու, թե որտեղ է նա ապրում, ինչպես է ապրում։ Դավիթի բնակարանը գտնվում էր կենտրոնի ամենաշխեղ շենքերից մեկում, վերջին հարկում։ Երբ Անահիտը ներս մտավ, ստիպված եղավ գիտակցաբար ջանք գործադրել, որպեսզի բերանը բաց չմնա։ Տեղը հսկայական էր, հատակից առաստաղ ձգվող պատուհաններով, որոնք Երանի համայնապատկերային տեսարան էին բացում։ Պատերին արվեստի գործեր կային, դիզայներական կահույք, մի խոհանոց, որն ավելի մեծ էր, քան իր ամբողջ բնակարանը։ Բայց այն, ինչ իսկապես գրավեց նրա ուշադրությունը, Դավիթն էր։ Նա տարբերվում էր միջոցառման անթերի տղամարդուց։ Հագին սպորտային տաբատ էր, պարզ շապիկ, բոբիկ էր, աչքերի տակ ստվերներ կային, որոնք վկայում էին, որ նա նույնպես լավ չի քնել վերջին օրերին։ Անի, ասաց նա, նրա ձայնի մեջ այնքան հուզմունք կար, որ նրա սիրտը սեղմվեց։ Դու եկար։ Ես եկա, հաստատեց նա։ Մենք պետք է խոսենք։ Նրանք նստեցին հյուրասենյակի հսկայական բազմոցին, զգուշավոր հեռավորություն պահպանելով միմյանցից։ Ես չպետք է քեզնից ճշմարտությունը թաքցնեի, սկսեց Դավիթը։ Դա սխալ էր, ես շատ եմ ցավում։ Բայց դու պետք է հասկանաս, Անահիտ, ես ամբողջ կյանքս շրջապատված եմ եղել մարդկանցով, որոնց միայն իմ ազգանունն է հետաքրքրում, իմ բանկային հաշիվը։ Մանկուց սովորել եմ կասկածել ինձ մոտեցող ցանկացած մարդու մտադրություններին։ Եվ երբ քեզ հանդիպեցի, երբ դու սեղանի տակ էիր, լիովին խոցելի ազնիվ, դա թարմ օդի շնչի պես էր։ Դու գաղափար չունեիր, թե ով եմ ես, այնուամենայնիվ համաձայնեցիր ինձ հետ ընտրել։ Ինձ հետ խոսեցիր այնպես, կարծես ես պարզապես սովորական մարդ լինեի։ Եվ ես սիրահարվեցի դրան։ Սիրահարվեցի քեզ։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը արագացավ։ Դու սիրահարվել ես։ Սիրահարվում եմ, ուղեց նա, ուղիղ նայելով նրա աչքերին։ Ամեն օր ավելի շատ։ Եվ գիտեմ, որ դա քեզ վախեցնում է, ինձ էլ է վախեցնում։ Բայց ես այլս ոչինչ չեմ ուզում քեզնից թաքցնել։ Ուզում եմ, որ դու իմ կյանքն իսկապես ճանաչես, ամբողջությամբ։ Լավ, դժվար կողմերը։ Ուզում եմ, որ դու որոշես, ունենալով ամբողջ տեղեկատվությունը, թե արդյոք ուզում ես ինձ հետ լինել։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Ես էլ եմ քեզ սիրահարվում։ Բայց այնքան եմ վախենում, Դավիթ։ Վախենում եմ, որ բավարար չեմ լինի քո աշխարհի համար։ Վախենում եմ, որ մի օր կարթնանաս կհասկանաս, որ կարող ես ավելի լավին ունենալ, մեկին, ով իսկապես պատկանում է քո սոցիալական շրջապատին։ Կարծում ես, ես իմ սոցիալական շրջապատից մեկին եմ ուզում, հարցրեց Դավիթը, բռնելով նրա ձեռքը։ Անահիտ, ես մեծացել եմ Սեդայի նման մարդկանցով շրջապատված։ Կանայք, որոնց դաստիարակել են ինձ նման տղամարդկանց հետ ամուսնանալու համար, որոնք գիտեն հասարակության բոլոր կանոնները, որոնք երբեք սխալ բան չեն ասում գործնական ընթրիքների ժամանակ։ Եվ գիտես, ինչ ընդհանուր բան ունեն նրանք բոլորը։ Նրանք դատարկ են։ Կանխատեսելի։ Մակերեսային։ Նրանցից ոչ մեկը երբեք չէր թաքնվի սեղանի տակ, որովհետև տեսել է նախկինին ուրիշի հետ։ Նրանցից ոչ մեկը երբեք այնքան կրքոտ չէր խոսի գրաֆիկ դիզայնի մասին, որ ես ժամերով կլսեի։ Նրանցից ոչ մեկը քեզ պես իրական չէր լինի։ Անահիտը զգաց, թե ինչպես արցունքները լցվեցին աչքերը, բայց այս անգամ դրանք այլ արցունքներ էին։ Ես ուզում եմ հավատալ քեզ։ Այնքան եմ ուզում հավատալ։ Ուրեմն հավատա, ասաց Դավիթը, մոտենալով նրան։ Ինձ հնարավորություն տուր ապացուցելու, որ սա իրական է։ Որ այն, ինչ ես զգում եմ քո նկատմամբ, ոչ մի կապ չունի փողի կամ սոցիալական կարգավիճակի հետ։ Դա կապ ունի այն բանի հետ, թե ինչպես ես դու ինձ ծիծաղեցնում, ինչպես ես ինձ մարտահրավեր նետում, ինչպես ես ինձ ստիպում ավելի լավ մարդ դառնալ։ Նրանք համբուրվեցին, մի համբույր, լի խոստումներով, երկրորդ հնարավորություններով։ Եվ երբ բաժանվեցին, Անահիտը գիտեր, որ որոշում է կայացրել։ Նա կփորձեր։ Նա հնարավորություն կտար սիրուն, չնայած բոլոր վախերին, անվստահություններին։ Որովհետև եթե մի բան կար, որ վերջին օրերը նրան սովորեցրել էին, դա այն էր, որ առանց ռիսկերի կյանքը առանց հնարավորությունների կյանք է։ Հաջորդող շաբաթներին նրանց հարաբերությունները փոխվեցին։ Դարձան ավելի բաց, ավելի ազնիվ։ Դավիթը նրան ծանոթացրեց իր իսկական ընկերների հետ, ոչ միայն գործնական ծանոթների։
տարավ նրան ծանոթացնելու իր ընտանիքի հետ, մի այրի, էլեգանտ մոր, որը զարմանալիորեն առաջին իսկ պահից սիրեց Անահիտին։ Նա սկսեց հաճախել նրա բնակարան, օգնել նրան նախագծերով, դառնալ նրա առօրյա կյանքի մի մասն այնպես, ինչպես երբեք չէր արել։ Անահիտն իր հերթին սկսեց իրեն թույլ տալ մտնել նրա աշխարհ։ Ընդունում էր միջոցառումների հրավերներ, սովորեց կողմնորոշվել գործնական ընթրիքների մակերեսային զրույցներում, բացահայտեց, որ կարող է ամուր մնալ նույնիսկ այն մարդկանցով շրջապատված, որոնք սկզբում իրեն արամարանքով էին նայում։ Եվ կամաց-կամաց այդ նույն մարդիկ սկսեցին հարգել նրան, տեսնել նրան ոչ միայն որպես Դավիթ Ավագյանի ընկերուհի, այլ որպես Անահիտ, տաղանդավոր դիզայներ, որն ուներ նորարարական գաղափարներ, ուժեղ անհատականություն։ Բայց ոչ ամեն ինչ էր հարթ։ Սեդան հեշտությամբ չհանձնվեց։ Նա հայտնվում էր միջոցառումներին, միշտ գտնելով միջոց մոտ լինելու Դավիթին, նուրբ մեկնաբանություններ անելու, որոնք նպատակ ունեին խարխլելու Անահիտի վստահությունը։ Իսկ Տիգրանը, ընդհանուր ծանոթների միջոցով իմանալով նրա հարաբերությունների մասին, սկսեց բամբասանքներ տարածել սոցցանցերում, ակնարկելով, որ Անահիտը շահամոլ է, որն ամեն ինչ ի սկզբանե պլանավորել էր։ Մի օր Անահիտը հանդիպեց Սեդային մի ռեստորանի զուգարանում, որտեղ գնացել էր Դավիթի հետ ընթրելու։ «Դեռ այստեղ ես», ասաց Սեդան, շտկելով շպարը հայելու առաջ։ «Տպավորիչ է։ Սովորաբար նրանք այդքան երկար չեն դիմանում»։ Անահիտը խորը շունչ քաշեց, հիշելով Լիլիթի հետ բոլոր զրույցները, Դավիթի խրախուսանքի բոլոր խոսքերը։ «Գիտես, Սեդա, ես ժամանակին քեզնից վախենում էի։ Վախենում էի, որ դու ճիշտ ես, որ ես բավարար չեմ։ Բայց գիտես, ինչ եմ բացահայտել։ Դու ես ինձնից վախենում»։ Սեդան կտրուկ շրջվեց։ «Քեզնից եմ վախենում։ Խնդրում եմ»։ «Այո, վախենում ես», շարունակեց Անահիտը, զարմանալով սեփական քաջության վրա։ «Վախենում ես, որովհետև ես ունեմ մի բան, որը դու երբեք չես ունեցել։ Նրա իսկական սերը։ Դավիթը երբեք քեզ այնպես չի նայել, ինչպես ինձ է նայում։ Եվ դու դա գիտես։ Այդ պատճառով դու այստեղ ես, փորձում ես ինձ տապալել, փորձում ես ստիպել, որ ես հանձնվեմ։ Բայց դա չի ստացվի։ Որովհետև ես սիրում եմ նրան, նա սիրում է ինձ։ Եվ քո ոչ մի թունավոր խոսք դա չի փոխի»։ Առաջին անգամ Սեդան խոսք չգտավ։ Անահիտը պատասխանի չսպասեց։ Պարզապես գլուխը բարձր դուրս եկավ զուգարանից, իրեն զգալով ավելի ուժեղ, ավելի վստահ, քան երբևէ։ Երբ Դավիթին պատմեց հանդիպման մասին, նա ամուր գրկեց նրան ասաց. «Այնքան հպարտ եմ քեզնով։ Դու անհավանական ես, գիտես»։ Եվ Անահիտը հասկացավ, որ վերջապես սկսում է դրան հավատալ նա ինքը։ Որ ինքն անհավանական է։ Որ արժանի է սիրո։ Որ բավարար է հենց այնպիսին, ինչպիսին կա։ Բայց կյանքը, ինչպես միշտ, ավելի շատ անակնկալներ էր պատրաստել։ Եվ դրանցից ամենամեծը պատրաստվում էր տեղի ունենալ մի ձով, որը նրանցից ոչ մեկը չէր կարող կանխատեսել։ Գաղափարը Դավիթինն էր։ Մի գիշեր, երբ նրանք պառկած էին նրա բնակարանի բազմոցին, դիտելով մի ֆիլմ, որին իրականում ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում, նա ասաց. «Իսկ եթե դու քո սեփական ստուդիան բացես»։ Անահիտը ծիծաղեց. «Դավիթ, մենք արդեն խոսել ենք այդ մասին։ Ես փող չունեմ նման բանում ներդրում անելու համար։ Բայց ես ունեմ», ասաց նա, նստելով նրան նայելով լուրջ արտահայտությամբ։ «Թույլ տուր ես ներդրում անեմ քո մեջ, Անի։ Ոչ թե որպես ընկեր, այլ որպես ներդրող։ Ես տեսել եմ քո նախագծերը, քո տաղանդը։ Սա խելացի ներդրում կլիներ։ Դու կարող էիր ստուդիա հիմնել, թիմ վարձել, ավելի մեծ հաճախորդներ ձեռք բերել»։ Անահիտը զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ «Ոչ։ Ես չեմ կարող դա ընդունել»։ «Ինչու՞ ոչ»։ «Որովհետև դա հենց այն կլիներ, ինչ բոլորն ասում են», պայթեց նա։ «Որ ես քեզ հետ եմ փողի համար։ Որ ես շահամոլ եմ։ Եթե դու ինձ փող տաս բիզնես բացելու համար, դա կհաստատի այն ամենը, ինչ Սեդան Տիգրանն ասում են իմ մասին»։ Դավիթը նրա դեմքը վերցրեց իր ձեռքերի մեջ։ «Անահիտ, նայիր ինձ։ Ո՞ւմ է հետաքրքիր, թե նրանք ինչ են ասում։ Դու գիտես ճշմարտությունը։ Ես գիտեմ ճշմարտությունը։ Դա է միակ կարևոր բանը։ Բայց դա ինձ համար կարևոր է», ասաց Անահիտը, արցունքները լցվեցին աչքերը։ «Կարևոր է, որովհետև ես պետք է ապացուցեմ, նախ ինքս ինձ, որ կարող եմ դա անել միայնակ։
որ իմ հաջողությունն իմն է, ոչ թե քեզնից պարտքով վերցրած։ Հասկանում ես։ Դավիթը հոգոց հանեց, բայց գլխով արեց։ Հասկանում եմ։ Բայց երբ դու պատրաստ լինես, երբ հասնես դրան քո սեփական ուժերով ուզենաս ընդլայնվել, առաջարկը ուժի մեջ է։ Ոչ թե որպես բարեգործություն, այլ որպես քո տաղանդի ճանաչում։ Անահիտը համաձայնեց, նրանք վերադարձան ֆիլմը դիտելուն։ Բայց նրա խոսքերը արձագանքում էին նրա մտքում։ Սեփական ստուդիա։ Դա մի երազանք էր, որը նա հազիվ էր իրեն թույլ տալիս ունենալ, որն այնքան հեռավոր, այնքան անհնարին էր թվում։ Բայց գուցե, միայն գուցե, դա այդքան էլ անհնարին չէր։ Հաջորդող շաբաթներին Անահիտը սկսեց ավելի քրտնաջան աշխատել, քան երբևէ։ Ընդունեց բոլոր ֆրիլանս նախագծերը, որոնք կարողացավ, աշխատեց մինչ ուշ գիշեր, զոհաբերեց հանգստյան օրերը։ Դավիթը փորձում էր համոզել նրան հանգստանալ, բայց նա վճռական էր։ Նա ինչ-որ բան էր ապացուցում, ոչ թե ուրիշներին, այլ ինքն իրեն։ Եվ հետո տեղի ունեցավ մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Նրա հաճախորդներից մեկը, մի փոքր տեխնոլոգիական ստարտափ, որի համար նա ստեղծել էր ամբողջ տեսողական ինքնությունը, էքսպոնենցիալ աճեց գնվեց ավելի մեծ ընկերության կողմից։ Եվ նոր սեփականատերերը հիացած էին Անահիտի աշխատանքով։ Այնքան, որ նրան բացառիկ պայմանագիր առաջարկեցին վերափոխելու միավորված բրենդը, մի պայմանագիր, որն ավելի շատ գումար արժեր, քան նա վաստակել էր ամբողջ տարվա ընթացքում։ Անահիտը հիացմունքի մեջ էր։ Վերջապես նրա մոտ ստացվում էր։ Սեփական ուժերով, առանց որևէ մեկի օգնության։ Նա այդ գիշեր պատմեց Դավիթին, նա գրկեց նրան ու պտտեց սենյակով մեկ, ծիծաղելով տոնելով, կարծես հաղթանակն իրենը լիներ։ Այնքան հպարտ եմ քեզնով, ասաց նա, համբուրելով նրան։ Դու կարողացար, Անի։ Միայնակ չէ, ուղղեց նա, նայելով նրա աչքերին։ Դու ինձ աջակցեցիր, հավատացիր ինձ, ուժ տվեցիր, երբ ես ուզում էի հանձնվել։ Սա նա քոնն է։ Հենց այդ ժամանակ նրանց միջ ամեն ինչ սկսեց իսկապես լրջանալ։ Դավիթը սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել նրա բնակարանում, քան իր սեփականում։ Նրա հագուստը սկսեց հայտնվել նրա պահարանում։ Համատեղ ատամի խոզանակներ։ Միասին նախաճաշ։ Բոլոր այն փոքր մտերմությունները, որոնք հարաբերությունը վերածում են ավելի խորը, ավելի մշտական բանի։ Դավիթի մայրը, տիկին Անուշը, Անահիտին հրավիրեց մասնավոր ճաշի։ Անահիտը լարված էր, բայց տարեց կինը նրան ընդունեց ջերմ գրկախառնությամբ անկեղծ ժպիտով։ Իմ որդին երբեք այսքան երջանիկ չի եղել, ասաց տիկին Անուշը, երբ նրանք ճաշում էին։ Ես տեսնում եմ, որ նա իսկապես ժպտում է, իսկապես ծիծաղում է։ Դա քո շնորհիվ է, Անահիտ։ Նա էլ ինձ է երջանիկ դարձնում, անկեղծորեն պատասխանեց Անահիտը։ Շատ երջանիկ։ Գիտեմ, որ քեզ համար հեշտ չի եղել, շարունակեց տիկին Անուշը։ Մտնել մեր աշխարհ, գործ ունենալ դատող մարդկանց, նախանց նախկին ընկերուհիների հետ։ Բայց դու ամուր մնացիր։ Պահպանեցիր քո արժանապատվությունն ու իսկությունը։ Դա հազվադեպ է։ Եվ դա հենց այն է, ինչ իմ որդուն պետք էր։ Տիկին Անուշի խոսքերը խորապես հուզեցին Անահիտին։ Առաջին անգամ նա զգաց, որ գուցե, միայն գուցե, ինքն իսկապես պատկանում է այդ ընտանիքին։ Ոչ թե որովհետև վերածվել էր ուրիշ մեկի, այլ որովհետև մնացել էր ինքն իրեն։ Բայց անցյալը դեռ վերջին խաղաքարտն ուներ խաղալու։ Մի գիշեր Անահիտը տանը աշխատում էր մի նախագծի վրա, երբ զանգ ստացավ Լիլիթից, նրա ձայնը լարված էր անհանգիստ։ Անի, դու պետք է տեսնես, թե Տիգրանն ինչ է հրապարակել սոցցանցերում։ Սարսափելի է։ Անահիտը սեղմված սրտով բացեց Ինստագրամը։ Եվ այնտեղ էր Տիգրանի երկար գրառումը, լի ակնարկներով ստերով։ Նա ասում էր, որ Անահիտն ի սկզբանե ամեն ինչ պլանավորել էր, որ այդ ընթրիքից առաջ ուսումնասիրել էր Դավիթի մասին, որ դիտմամբ թաքնվել էր սեղանի տակ, նրա ուշադրությունը գրավելու համար։ Որ ամեն ինչ բեմադրություն էր, շահամոլ մանիպուլյատոր կնոջ հաշվարկված քայլ։ Արցունքները լցվեցին Անահիտի աչքերը։ Ոչ թե որովհետև հավատում էր ստերին, այլ որովհետև հոգնել էր։ Հոգնել էր պաշտպանվելուց, հոգնել էր իր անմեղությունն ապացուցելուց այն մարդկանց, որոնք արդեն որոշել էին դատել իրեն։ Էլ որքան պետք է նա դիմանար դրան։ Դավիթը րոպեներ անց հասավ, տեսնելով նույն գրառումը։ Նա կատաղած էր, աչքերը փայլում էին զսպված զայրույթից։ Ես նրան դատի կտամ, անմիջապես ասաց Դավիթը։
Ես նրան կոչնչացնեմ։ Ինչպես է նա համարձակվում քո մասին այդպես ստել։ Ոչ, հանգիստ ասաց Անահիտը, զարմացնելով ինքն իրեն։ Մի արա դա։ Բայց անի, նա քո հեղինակությունն է քանդում։ Իմ հեղինակությունը կարգին է, պատասխանեց նա։ Այն մարդիկ, որոնք կարող են, գիտեն ճշմարտությունը։ Նրանք, ովքեր չգիտեն, մինույն է, երբեք ինձ չեն հավատա, անկախ նրանից, թե ինչ կասեմ կամ կանեմ։ Ես այլս էներգիա չեմ վատնի Տիգրանի վրա։ Նա դրան արժանի չէ։ Դավիթը նրան նայեց զարմանքի հիացմունքի խառնուրդով։ Վստահ ես։ Այո, ասաց Անահիտը։ Եվ առաջին անգամ նա իսկապես վստահ էր։ Հոգնել էր թույլ տալ, որ անցյալը սահմանի իրեն, թույլ տալ, որ դառնացած մարդկանց խոսքերը վիրավորեն իրեն։ Ժամանակն էր իսկապես առաջ շարժվելու։ Նա մեկ պատասխան հրապարակեց սոցցանցերում, կարճ ուղիղ։ Ճշմարտությունը պաշտպանության կարիք չունի։ Ով ինձ ճանաչում է, գիտի, թե ով եմ ես։ Ովքեր չեն ճանաչում, կարոր չեն։ Եվ հետո նա արգելափակեց Տիգրանին բոլոր հարթակներից որոշեց այլս երբեք նրա մասին չմտածել։ Արձագանքը զարմանալի էր։ Ընկերները, գործընկերները, նույնիսկ մարդիկ, որոնց Անահիտը հազիվ էր ճանաչում, սկսեցին աջակցության խոսքեր մեկնաբանել։ Եվ ամենակարևորը, մի քանի պոտենցիալ հաճախորդներ կապ հաստատեցին, ասելով, որ տեսել են իր աշխատանքը կցանկանային վարձել իրեն։ Տիգրանի, նրան ոչնչացնելու փորձը, հեգնաբար, ավելի շատ տեսանելիություն էր տվել նրա տաղանդին։ Հենց այդ ժամանակ Դավիթը սկսեց տարօրինակ պահել իրեն։ Ավելի լարված, ավելի ցրված։ Անահիտը նկատեց, որ նա ինչ-որ բան է թաքցնում, բայց այս անգամ չէր վախենում։ Նա վստահում էր նրան։ Գիտեր, որ ինչ էլ լինի, նա կպատմի, երբ պատրաստ լինի։ Ճշմարտությունը բացահայտվեց ուրբաթ երեկոյան։ Դավիթը նրան ընթրիքի հրավիրեց, ասելով միայն, որ անակնկալ ունի։ Անահիտը մտածեց, որ դա նոր ռեստորան կլինի, գուցե նվեր։ Բայց երբ մեքենան կանգ առավ, նա հասկացավ, թե որտեղ են։ Դա նույն ռեստորանն էր, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Այն վայրը, որտեղ նա թաքնվել էր սեղանի տակ, որտեղ ծանոթացել էր Դավիթի հետ, որտեղ իր կյանքը լիովին փոխվել էր։ Ռեստորանը դատարկ էր, բացի իրենցից։ Դավիթն ամբողջ վայրը ամրագրել էր։ Բոլոր սեղաններին վառվող մոմեր կային, հատակին վարդի թերթիկներ էին սփռված, հետին պլանում մեղմ երաժշտություն էր հնչում։ Դա ամենառոմանտիկ բանն էր, որ Անահիտը երբե տեսել էր կյանքում։ Դավիթ, ի՞նչ է այս ամենը, հարցրեց նա, զգալով, թե ինչպես արցունքներն արդեն սկսում են հավաքվել աչքերում։ Հիշո՞ւմ ես այդ գիշերը, հարցրեց Դավիթը, նրան տանելով այն սեղանի մոտ, որտեղ նա նստած էր, երբ ինքը թաքնվեց տակը։ Դու հուսահատված էիր, վախեցած, փորձում էիր թաքնվել քո նախկինից։ Իսկ ես այստեղ էի, միայնակ, հոգնած մակերեսային դատարկ աշխարհից։ Եվ հետո դու ներխուժեցիր իմ տարածք, բառացիորեն։ Նա ժպտաց, նրա աչքերում այնքան սեր կար, որ Անահիտի սիրտը արագացավ։ Այդ պահին, Անահիտ, իմ կյանքը փոխվեց։ Ես պարզապես դեռ չգիտեի։ Բայց այդ օրվանից ի վեր յուրաքանչյուր օր հաստատեց այն, ինչ ես արդեն զգում էի այդ առաջին գիշերը։ Որ դու յուրահատուկ ես։ Որ դու իրական ես։ Որ դու այն մարդն ես, ում հետ ես ուզում եմ անցկացնել իմ կյանքի մնացած մասը։ Դավիթը ծնկի իջավ, գրպանից հանելով մի փոքրիկ թավշյա տուփ։ Անահիտը ձեռքերը տարավ բերանին, արցունքներն այժմ ազատ հոսում էին նրա դեմքով։ Անահիտ, ես քեզ սիրում եմ։ Սիրում եմ քո ուժը, քո քաջությունը, քո իսկությունը։ Սիրում եմ, թե ինչպես ես ինձ մարտահրավեր նետում, ինչպես ես ինձ ստիպում ավելի լավը դառնալ։ Սիրում եմ, թե ինչպես դու մնացիր ինքդ քեզ, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը փորձում էր քեզ փոխել։ Եվ ես ուզում եմ իմ կյանքի բոլոր օրերն անցկացնել, սիրելով քեզ, աջակցելով քեզ, քո կողքին ապագա կառուցելով։ Կամուսնանաս ինձ հետ։ Մի պահ Անահիտը չկարողացավ խոսել։ Նա տեսնում էր ամբողջ տեսարանը, կարծես դրսից, կարծես դա ֆիլմ լիներ, երազ, որից ամեն պահ կարթնանար։ Բայց դա իրական էր։ Այս ամենը իրական էր։ Այն տղամարդը, ում նա սիրում էր, ծնկի էր իջել իր առաջ, առաջարկելով իր սիրտը, իր ապագան, իր կյանքը։ Այո, վերջապես կարողացավ ասել նա, նրա ձայնը դողում էր հուզմունքից։ Այո, այո, 1000 անգամ այո։ Դավիթը ոտքի կանգնեց համբուրեց նրան, կարծես բոլոր կտորները վերջապես իրենց տեղն ընկան։
Անցյալի բոլոր ցավերը, բոլոր անվստահությունները, բոլոր վախերը, այս ամենը հիմա իմաստ ուներ, որովհետև նրան հասցրել էր այստեղ, այս կատարյալ պահին։ Երբ բաժանվեցին, Դավիթը մատանին դրեց նրա մատին։ Այն գեղեցիկ էր, նուրբ, հենց այնպիսին, ինչպիսին Անահիտը կընտրեր իր համար։ Նա ճանաչում էր իրեն։ Իսկապես ճանաչում էր։ Եվս մեկ բան կա, ասաց Դավիթը, բռնելով նրա ձեռքը։ Արի ինձ հետ։ Նա նրան տարավ ռեստորանի հետնամաս, որտեղ մի դուռ կար, որը տանում էր դեպի մասնավոր տարածք։ Եվ երբ նա բացեց դուռը, Անահիտը տեսավ, որ նրանք միայնակ չեն։ Լիլիթն այնտեղ էր, տիկին Անուշը, երկուսի մի քանի մտերիմ ընկերներ, բոլորը ժպտում ծափահարում էին։ Գիտեմ, որ դու շքեղություն չես սիրում, Դավիթը ցածրաձայն շշնջաց նրա ականջին։ Բայց ուզում էի, որ այն մարդիկ, որոնք մեզ սիրում են, կիսեն այս պահը մեզ հետ։ Անահիտը շուրջը նայեց բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել էին իրեն Դավիթին, որոնք հավատացել էին իրենց սիրուն, նույնիսկ երբ մնացած բոլորը կասկածում էին։ Եվ զգաց, թե ինչպես սիրտը լցվեց երախտագիտությամբ, երջանկությամբ։ Համապատրաստից երեկույթը տեց ժամեր։ Կար ուտելիք, խմիչք, երաժշտություն, ծիծաղ։ Տիկին Անուշը գրկեց Անահիտին շշնջաց, որ նա ձեռք է բերում այն դստերը, որը միշտ ցանկացել է։ Լիլիթը լաց եղավ ուրախությունից ասաց, որ միշտ իմացել է, որ ռեստորանում այդ գիշերը մի յուրահատուկ բանի սկիզբ էր։ Երբ վերջապես նորից միայնակ մնացին, արդեն լուսադեմ էր։ Դավիթն ու Անահիտը քայլում էին Երանի դատարկ փողոցներով, ձեռք ձեռքի տված, պլանավորելով ապագան։ Ես մտածում էի, ասաց Դավիթը։ Երբ դու քո ստուդիան բացես, իսկ դու կբացես, որովհետև դու անհավանական ես տաղանդավոր, ես կցանկանայի լինել քո առաջին հաճախորդը։ Ոչ թե հովանավորչության համար, այլ որովհետև անկեղծորեն կարծում եմ, որ դու ավելի լավ աշխատանք կանես, քան որևէ մեկ ուրիշը։ Անահիտը ժպտաց։ Գիտես, որ ամբողջ կինը կգանձեմ, հա։ Առանց հարսնացուի զեղչի։ Այլ բան չէի էլ սպասի, ծիծաղեց նա։ Հաջորդող ամիսներին Անահիտի կյանքը փոխվեց այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացրել։ Մեծ պայմանագրից ստացված գումարով նա կարողացավ վարձել մի փոքր գրասենյակ, սկսել իր սեփական ստուդիան։ Վարձեց 2 օգնականի երիտասարդ, տաղանդավոր դիզայներների, որոնց նա առցանց խորհուրդներ էր տվել։ Բիզնեսն արագ աճեց, շուտով նա սկսեց ավելի ու ավելի մեծ հեղինակավոր հաճախորդներ ձեռք բերել։ Դավիթը կատարեց իր խոստումը, դարձավ նրա առաջին խոշոր հաճախորդը, վարձելով նրան վերափոխելու Ավագյան հոլդինգի ստորաբաժանումներից մեկի տեսողական ինքնությունը։ Եվ Անահիտն ապացուցեց, որ արժանի է պայմանագրին, ներկայացնելով մի աշխատանք, որը գովասանքի արժանացավ ոչ միայն Դավիթի, այլ ընկերության ամբողջ խորհրդի կողմից։ Սեդան ի վերջո հրաժարվեց զույգին բաժանելու իր փորձերից։ Գտավ նոր թիրախ իր ջանքերի համար, դուրս եկավ նրանց կյանքից։ Տիգրանը նույնպես անհետացավ, նրա ստերը բացահայտվել էին, նրա հեղինակությունը ոչնչացվել։ Հարսանիքը նշանակվեց հաջորդ տարվա գարնանը։ Անահիտը պնդեց, որ այն լինի փոքր մտերմիկ, միայն մոտ ընտանիքի անդամներով, սիրելի ընկերներով։ Դավիթը համաձայնեց, ասելով, որ միակ կարևոր բանը նրա հետ լինելն է, մնացածը պարզապես մանրուքներ են։ Հարսանիքից մեկ գիշեր առաջ Անահիտը միայնակ էր իր հին բնակարանում, որը որոշել էր պահել որպես գրասենյակ աշխատանքային տարածք։ Նա շուրջը նայեց, պատերին փակցված բոլոր էսքիզներին, բազմոցին, որի վրա այնքան անգամ լաց էր եղել Տիգրանից բաժանվելուց հետո, սեղանին, որտեղ առաջին անգամ ստացել էր Դավիթի զանգը։ Ամեն ինչ սկսվել էր այստեղ, այս փոքր տարածքում։ Ամբողջ ճանապարհորդությունը, ամբողջ աճը, ամբողջ վերափոխումը։ Նա մտել էր այս բնակարան որպես կոտրված, վիրավորված, ինքնավստահությունից զուրկ կին։ Եվ դուրս էր գալիս որպես լիովին այլ մարդ։ Ուժեղ, վստահ, կայացած, սիրված։ Հարսանիքի օրը, երբ քայլում էր դեպի Դավիթը, Անահիտը մտածում էր այն ամենի մասին, ինչի միջով անցել էր այստեղ հասնելու համար։ Դավաճանությունները, ցավերը, անվստահությունները, վախերը։ Բայց նա մտածում էր հաղթանակների, ձեռքբերումների, այն սիրո մասին, որը գտել էր, երբ ամենակիչն էր սպասում։ Դավիթը նրան սպասում էր խորանի մոտ, աչքերում արցունքներ, հագին պարզ, բայց էլեգանտ կոստյում։ Երբ նա հասավ նրա կողքին, նա բռնեց նրա ձեռքերը, Անահիտը զգաց, որ վերջապես տանն է։ Ով կմտածեր, շշնջաց նա նրան, նախքան արարողության սկսվելը, որ սեղանի տակ թաքնվելը կլիներ իմ կյանքի լավագույն որոշումը։ Դավիթը ծիծաղեց, այն գեղեցիկ ժպիտով, որը նա այնքան սիրում էր։
Ով կմտածեր, պատասխանեց նա, որ աշխարհի ամենաանհավանական կինը բառացիորեն ոտքերիս տակ կընկներ։ Եվ այնտեղ, շրջապատված իրենց սիրելիներով, Դավիթն ու Անահիտն ամուսնացան։ Դա կատարյալ հեքիաթ չէր, որովհետև իրական կյանքը երբեք այդպիսին չի լինում։ Դա ավելի լավ բան էր։ Դա իրական էր, ճշմարիտ, նվաճված պայքարով, քաջությամբ, սիրով։ Տարիներ անց, երբ նրանք պատմում էին, թե ինչպես են ծանոթացել, մարդիկ միշտ ծիծաղում էին։ Բայց Դավիթն ու Անահիտը գիտեին այդ զվարճալի պատմության հետում թաքնված ճշմարտությունը։ Գիտեին, որ երբեմն ամենաանհարմար պահերը կարող են հանգեցնել ամենամեծ ուրախություններին։ Որ խոցելիությունը կարող է լինել ճանապարհ դեպի իսկական սեր։ Եվ որ երբեմն քո ճակատագիրը գտնելու համար դու պետք է քաջություն ունենաս թաքնվելու սեղանի տակ։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Դավիթի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս հաղթահարման, սիրո քաջության ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա Անահիտի ուժն էր, իր անվստահություններին դիմակայելիս։ Արդյոք դա Դավիթի համբերատար սերն էր։ Թե այն ուղերձը, որ երբեք ուշ չէ նորից սկսելու երջանկություն գտնելու համար։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզական պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ ստիպում են խորհել սիրո, հաղթահարման, ինքներս մեզ հավատալու ուժի մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը։